Բարև Սիլիկոյի եղբայրներ ջան, եկեք ինչպես արդեն խոստացել ենք, անդրադառնանք աստվածաշնչյան կերպարին նախասահմանության, այսինքն վերցնենք այդ թեման, մենք անդրադառնանք նաև ինչ է նշանակում կրկնակի նախասահմանություն։ Ես կփորձեմ ցույց տամ այդ թեմային կամ այդ ընդհանուր սկզբունքին տարբեր մոտեցումները, որտեղ նրանք շատ են, ես կվերցնեմ առավել դասական մոտեցումները եւ այդ մոտեցումների մեջ կտեսնենք որքանով է մեր ուսուցանված կամ մեր կողմից ուսումնասիրած նախասահմանությունը համահունչ աստվածաշունչ մյուս կոնցեպտների հետ, տեսեք, որովհետեւ մի թեմա, երբ որ մենք աստվածաշնչում ուսումնասիրում ենք, պետք է ուշադիր լինենք որքանով է մեր այդ ուսուցումը համահունչ աստվածաշնչյան մյուս կոնցեպտների մյուս հասկացողությունը, այսինքն արդյոք մեր նախասահմանության կոնցեպտը չի խեղաթյուրում Աստծո շնորհքան, չի վերածում գործի, արդյոք մեր նախասահմանության խորհուրդը համահունչ է անտրոպոլոգիայի կամ մարդաբանության հետ, մարդուն չի տալի նեյտրալ ազատ կամք, այլ խոսում է մարդու ազատ կամքի մասին, որը արտահայտվում է նրա մեղավոր բնության օղակներում։ Արդյոք մեր նախասահմանության խորհուրդը չի ոտնակոխանում, այսինքն մարդու վնասված լինելը մեղքի անկումի պատճառով։ Այսինքն մենք պետք է տեսնենք որքանով է մեր նախասահմանությունը արտահայտում կամ համահունչ լինում աստվածաշնչյան մյուս կոնցեպտների հետ, եթե ոչ այն աստվածաշնչյան չի, այն փիլիսոփայական մոտեցում, այն մարդկորեն արհեստականորեն պատրաստված ուսուցում է դրա համար եւ այն արտադրանք չի տա։ Տեսեք, աստվածաշունչը ինքն իրանից այն աստվածակենտրոնը։ Այսինքն աստվածաշունչը որևէ մեկ կոնցեպտ, երբ որ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ բարձրանում է Աստծո դերը, նրա գերիշխանության դերը։ Բայց որևէ մի կոնցեպտ, որտեղ մենք փորձում ենք արհեստականորեն փոքրացնել Աստծո դերը եւ մեծացնել մարդու դերը, դա արդեն մարդակենտրոնությունն է, այսինքն աստվածաշնչին կա մոտեցումներ, կա աստվածակենտրոն մոտեցում եւ կա մարդակենտրոն։ Ինքն աստվածաշունչը իրեն ներկայացնում է աստվածակենտրոն։ Հիմա եկեք անդրադառնանք մեր հատվածին, տեսեք, եկեք առաջինը մենք ավելի պարզեցնենք ինչ է նախասահմանություն հասկացողությունը։ Նախասահմանությունը այն մի քիչ ավելի լեքսիկոլոգիայի մեջ հայերենին ավելի լավ այդ բառը հնչում։ Ինքը լատիներեն դետերմինացիոն բառն է, որը նշանակում է նախորոք որոշել, նախորոք սահմանել կամ նախորոք իրերի կարգավիճակը դնել։ Սա շատ կարևոր է, տեսեք, մեր նախասահմանությունը նույնպես նախորոք սահմանել, այսինքն նախորոք սահմանել, որոշել նրա ընթացքը։ Որևէ մեկ իրողություն, որ պիտի իրականանա։ Դրա համար եւ աստվածաշունչ եւ քրիստոնեական աստվածաբանության մեջ այդ սկզբունքը նախասահմանություն դա այն սկզբունքն է, որ Աստված նախորոք որոշել է տիեզերքում իրականացող բոլոր իրադարձությունների ընթացքը։ Սա ֆորմուլա որպես եկեք ավելի ընկալեք, այսինքն նախասահմանությունը դա նախորոք Աստված որոշել է տիեզերքում իրականացվող բոլոր իրադարձությունների ընթացքը, այսինքն նախորոք որոշել այն չի նշանակում գուշակել նրանց ընթացքը, այն չի նշանակում հաշվարկել նրանց ընթացքը, ինչպես այսօր ֆուտբոլի պրոգնոզ են անում, այսինքն ֆուտբոլի եթե այս հաղթած այս թիմին, այն թիմին ինչ կլինի մյուս թիմերի հետ խաղալուց, դրա մասին չի խոսքը, այսինքն չի կոչվում գուշակել, չի կոչվում հաշվարկել, այսինքն հետևանք եւ պատճառը տեսնելով ինչ արդյունք կլինի, Աստված այդպես չի անում։ Աստված ինքը ուղղակի նախորոք եւ այդ նախորոք բառը պետք է հասկանանք, որ դեռ նյութական աշխարհը ստեղծվելուց առաջ իր մտահղացման մեջ արդեն Աստված տեսնում է եւ մեղքի անկումը եւ տեսնում է ամեն ընթացքը բոլոր իրականացության եւ երկրի վրա կայացող պատմության ընթացքը, այսինքն դրա համար մենք պետք է ուշադիր լինենք ինչ է նշանակում նախասահմանություն։ Ուրեմն, երբ որ ես նույնիսկ ասում եմ տիեզերք հասկացողությունը, մենք պետք է հասկանանք այն ընդլայնված աստվածաշնչյան կոնցեպտում, որտեղ տիեզերքը ոչ միայն նյութականն է, այլ տիեզերքում նաև կա հրեշտակային աշխարհ, որը նույնպես Աստծո կողմից ստեղծված աշխարհ է, այսինքն այն հավիտենականության մեջ Աստված ստեղծեց նրանք ստեղծվածներ են։ Դրա համար պետք է մենք սա ընկալենք։ Ուրեմն եւ տեսանելի եւ անտեսանելի աշխարհի ամեն իրականացվող իրադարձության ընթացքը Աստված նախորոք սահմանել է, սա կոչվում է նախասահմանություն։ Հիմա մենք պետք է արդեն առավել տեսնենք այդ նախասահմանության կոնցեպտի մեջ Աստվածաշունչը մեզ ինչպիսի կարևոր կետեր է ներկայացնում։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք նախասահմանության մասին, պետք է հասկանանք, որ հենց ինքը Աստվածաշունչը նույնիսկ մարգարեական թղթերի մեջ մեզ ներկայացնում է, որ Աստված գիտի ապագան եւ Աստված խոսում է ապագայի մասին
Բայց մենք պետք է անցալենք, այսինքն ինչ նպատակ է հետապնդում Աստված, երբ որ Աստվածաշնչում ներկայացնում է, որ ինքը գիտի ապագան։ Տեսեք, այն առաջնահերթ ներկայացնում է Աստծո հատկությունը եւ այն զանազանում է մյուս չաստվածներից։ Եվ հին կտակարում, երբ որ մարգարեները խոսում էին Աստծո, այսինքն ամենատես լինելու, Աստծո նախասահմանող լինելու մասին, նրանք խոսում էին այն օղակներում, որտեղ Իսրայելը անկում էր ապրում, ընկնում էր իրենց շրջապատում եղող ազգերի աստվածների հետևից գնալով, ընկնում էր մեղքերի մեջ։ Հիմա տեսեք, եւ երբ որ մարգարեները հանդիմանում էին, ոչ միայն նրանց հանդիմանելը կապված էր Աստծո արժեքային համակարգ, այսինքն օրենքը առաջ քաշելով եւ ցույց տային Իսրայելին այդ օրենքից որքանով են շեղվել, այլ նաեւ ցույց էին տալի պատճառը, եւ պատճառը նրանց մեղքի մեջ ընկնելու նա էր, որ նրանք առավել տեղ էին տալի կամ առավել կարևորում էին իրենց շուրջ եղող աստվածներին, քան թե իրական Աստծուն, ով իրենց հանել էր, կարելի ասել, Եգիպտոսից, այսինքն ծառայության տնից։ Հիմա տեսեք, ես կկարդամ որոշ հատված, որտեղ օրինակ Եսայի մարգարեության մեջ շատ հատվածներ կա։ Ես ընտրել եմ այն հատվածներից, որը մի քանի երկու ուղղակի պարզապես համար, եւ այդ երկու համարների մեջ կտեսնենք արդեն նաեւ այն, որ Աստված ուղղակի հանդիմանում է Իսրայելի մեղքի համար եւ պատճառը թե ինչի համար է հանդիմանում, որովհետեւ նրանք չէին կարողանում զանազանեին իրական Աստծուն մյուս աստվածներից եւ Աստված որպեսի իր անձի այս տարբերությունը ջոկ ինքը օգտագործում է ջոկ բառը, որպեսի ցույց տա, որ ինքը միակ Աստվածն է, առաջ է քաշում այս կոնցեպտը, որ ինքը գիտի սկզբից ինչ է լինելու վերջում, որ մյուս չաստվածները չունեն։ Նրանք տեսեք, ոչ աչքեր ունեն, ոչ ականջ ունեն, ոչ միտք ունեն, որ մտածեն, ոչ ոտքեր ունեն, ոչ ձեռքեր ունեն, այս մասին խոսում են մարգարեները։ Նրանք նույնիսկ մտածելակերպ չունեն կամ նույնիսկ խոսելու միջոց չունեն, նրանց փոխարեն խոսում են քուրմերը։ Եվ Աստված ասում է, տեսեք, ասում է, ես մի Աստված եմ, որ ինձ ցույց տվեցի ձեզ ամբիսյունով, կրակիսյունով, շեքինա փառքով, ես մի Աստված եմ, որ ձեր կյանքում այնպիսի հրաշքներ արեցի, որ որևէ մեկ ազգի Աստված այդպիսի բաներ չի արել, եւ դուք կարաք տեսնեք, որ այդպիսի բան չի եղել որևէ մի ազգի մեջ, եւ դուք թողում եք ինձ միակ Աստծուն եւ հետեւում եք չաստվածներին, վստահում եք նրանց, ինչի, որտեղ մեղավոր մարդու բնությունը ավելի հարմար Աստված է փնտրում։ Իրական Աստծո արժեքային համակարգը մեր մարդկային արժեքային համակարգին հակառակ է, որտեղ Աստված իր փառքն է փնտրում, իսկ ընկած մարդը, մեղավոր մարդը իր փառքը։ Աստված իր արդարությունն է առաջ քաշում, մարդը իր արդարությունն առաջ քաշում։ Աստված ասում է կյանքը իմ համար է, մարդն ասում է կյանքը իմ վայելքի համար է։ Այս հակառակությունը նաև դրա համար նույնիսկ Իսրայելը շատ հաճախ թեքվում էր մյուս ազգերի աստվածներին, որտեղ այդ մյուս ազգերի աստվածները առավել ֆետիշ են, այսինքն ավելի տալիս են քո պահանջները, քո ցանկությունների կատարում, այսինքն դու գիտեք, կարծես կարելի ասել ավելի դու ներշնչում ես, որ նրանք քեզ կտան եւ նրանց հետևում դևերն են եւ նրանց հետևում սատանան, այսինքն հետևելով դրա համար, երբ որ Կորինթացիներում մենք տեսնում ենք, երբ որ Աստված խոսում է կուրքի զոհվածի մասին, դա ասում է կուրքը ոչ մի բան է, բայց ասում է ուշադիր եղեք, երբ որ դուք կուրքին պաշտում եք, այդ կուրքը օգտագործվում է սատանայի կողմից, այսինքն սատանան դրա հետևում կանգնած է եւ ինքը ձեզ կներկայացնի այդ կուրքին որպես Աստված եւ այդ կուրքի միջոցով ձեր կյանքում գործողություններ կանի, որին դուք կհետևեք, որտեղ սատանան միշտ տալիս է մարդուն այն, ինչ մարդը ուզում է։ Այսինքն առանց հասկանալու դա իրեն վնաս է թե ոչ, կամ դա փառավորում է Աստծուն թե ոչ, դրա համար իրականացում, դրա համար մենք պետք է ուշադիր լինենք։ Հիմա տեսեք, եւ այս առումով, երբ որ Աստված փորձում է ցույց տա իր տարբեր զանազան լինել, ինքը առաջակաշում է նախասահմանության խորհուրդ։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին, այսինքն տեսեք, մենք գիտենք, որ Աստվածաշնչում մանավանդ հայտնության գիրքը այն հայտնություն է, իմիջիալից այն ծածկություն չէ, այն հայտնված է եւ հետաքրքիր է, որ շատ մարդիկ Աստծո կամքը որոնում են, Աստծո կամքը ծածկված չի, Աստծո կամքը հայտնված է բարոյական արժեքի մեջ եւ առավել եւս Աստծո կամքը մեզ հայտնված է Աստծո նախորոք, նախասահմանված փրկության ծրագրով, որը Աստված հայտնում է հայտնության գրքում եւ ընդհանրապես Աստվածաշնչում։ Այն հայտնված է սերներս, դրա համար մենք ուղղակի պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը։ Եկեք անդրադառնանք այդ հատվածը Եսայի 46-րդ գլխի ես 9 համարից կընթերցեմ 9-10-11-ում տեսեք այդ սկզբունքը։ Հիշեցեք առաջինները եւ հետինից։ Հիշեցեք առաջինները, ինչ որ հիմա դուք տեսնում եք, տեսեք, որ ես սկզբից դա ասել եմ, կամ ինչ որ դուք տեսաք, հիշեք, որ ես դա նախորոք ասել էի։ Այսինքն ես գիտեմ դա, ես եւ հետաքրքիր է, որ Աստված
գիտի ապագան, սա աստվածաշնչյան կոնցեպտն է։ Աստված գիտի ապագան, Աստված որոշել է ապագան եւ Աստված իրականացնում կամ ղեկավարում է ընթացքը այդ ապագայի։ Սա ամենակարևորն է։ Մենք կարադառնանք նաև Աստվածաշնչում կանխագիտություն հասկացողություն։ Այո, կա կոնցեպտ Աստվածաշնչում կանխագիտություն, բայց մենք պետք է հասկանանք Աստված կանխագիտություն հասկացողությունը, երբ որ առաքյալներն օգտագործում են այդ բառը, ինչ նշանակությունով են օգտագործում եւ ինչ կոնցեպտի մեջ, այսինքն ինչ հասկացողություն են տալի, բովանդակություն են տալի կանուխ գիտենալուն։ Այո, Աստված կանուխ գիտի, ամեն ինչ կանուխ գիտի, որտեղ ինքն է կանուխ այն որոշել։ Ոչ թե Աստված գուշակում է, ոչ թե Աստված հաշվարկում է ինչ է լինելու եւ կանուխ գիտենում է, այլ Աստված ինքը որոշել է եւ կանուխ գիտի ինչ է լինելու, որտեղ ինքն է դա որոշել։ Մենք պետք է հասկանանք, օրինակ, տեսեք, հասարակ մի բան, մի քիչ շեղվեմ թեմայից։ Երբ որ մենք խոսում ենք կանխագիտության մասին, շատերն ասում են, Աստված կանուխ գիտեցավ, որ այս մարդը իր ազատ կամքով արձագանքելու ավետարանի լուրին նոր որոշում կայացրեց, նոր նրան նախասահմանեց փրկության համար։ Հարց. իսկ Աստվածաշունչը խոսում է մարդու նեյտրալ ազատ կամքի մասին, որ մարդը ազատ է որոշում կայացնելու մեջ, թե մարդը ազատ է իր մեղավոր բնության մեջ, ով Աստվածամերժ է։ Այո, մարդը ազատ է Աստծուն մերժելու, բայց երբեք մարդը իր ազատ կամքով չի կարող կայացնի որոշում Աստծուն սիրի ամբողջ սրտով, մտքով, զորությամբ եւ իր անձը Նա չի կարող առանց Աստծո շնորհքի գործողության, առանց Քրիստոսի մեջ լինելու, առանց բնության փոփոխության մարդը այդ կարողությունը չունի։ Դրա համար մենք պետք է ուշադրենք, երբ որ կանխագիտության մասին խոսում ենք, ինչ կոնցեպտների ենք հարվածում։ Մենք հարվածում ենք առաջնային մեղքի անկումի պատճառով մարդու վնասվածքը, որքանով է մարդը վնասված։ Եվ մենք սկսում ենք բարձրացնել մարդու դերը, այսինքն ջնջում ենք այդ վնասվածքը եւ փոքրացնում ենք Աստծո շնորհքի դերը, որը պիտի մարդուն տար այդ կարողությունը։ Տեսեք, այնքան խորն է ամեն ինչը։ Մենք պետք է համահունչ լինենք Աստվածաշնչի հետ։ Սերներս, ես գիտեմ, որ թեման բարդ է, կխնդրեմ մի քանի անգամ լսեք, որպեսզի իմ բառերը ճիշտ հասկանաք եւ իմ բառերն առավել օգտակար լինեն, այսինքն ցույց տան Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Եվ որովհետև այն ես չեմ վերցնում իմ մտքերից, ես այն վերցնում եմ խոր ուսումնասիրություններից, որոշ աստվածաբաններ, որոնք իրենց կյանքն են նվիրել Աստվածաշնչի ուսումնասիրության։ Այսինքն մենք խոսում ենք դասական աստվածաբանության եւ դասական հավատամքների մասին։ Դրա համար կարեւոր է մենք մի քիչ փորձենք մի քանի անգամ լսեք, որպեսզի կոնցեպտը հասկանալի։ Ուրեմն շատ կարեւոր է սա, եւ մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչում Աստված խոսում է կանուխ իր գիտենալու մասին։ Ամբողջ հայտնության գիրքը վկայում է այդ մասին։ Աստվածաշունչը հայտնության գրքում խոսում է ընդհանրապես հակա Քրիստոսի ապստամբության մասին։ Դեռ այդ շրջանը չկա։ Խոսում է Իսրայելի ձևավորված ինչ որ մի շրջան, նեղության շրջանի մասին։ Խոսում է 7 Աստծո բարկությունների թափվելու մասին, կան փողերը, կան իրենց սկավառակները, այսինքն ամենամանրամասն դետալներ, նույնիսկ վաղճանաբանության մեջ, էսխատոլոգիայի մեջ մանրամասն է խոսում Աստված հայտնության գրքում, թե ինչ է լինելու ապագայում։ Աստված խոսում է ընդհանրապես Քրիստոսի երկրորդ գալուստի մասին, ինչպիսի նշաններ են լինելու, ինչպես է լինելու նրա գալուստը։ Իհարկե ծածկում է մեզանից ժամանակը, վայրկյանները, բայց խոսում է նշանների մասին, որը ակնհայտ է։ Տեսեք, եւ խոսում է ֆիզիոլոգիական հազարամյայի թագավորության մասին երկրի վրա, որտեղ կիրականացվի այն օգնությունները, որ Աստված տվել էր Իսրայելին, սակայն Իսրայելի մեղքի պատճառով այն որոշ առումով հետաձգվեց եւ կիրականանա այդ հազարամյայի ընթացքում, որտեղ կվերցվի որոշ առումով անեծքը երկրի վրայից, սատանան կկապվի մոլորեսնողը։ Հիմա տեսեք, խոսում է նոր երկրի եւ երկնքի ստեղծման մասին, այսինքն որքան կարելի է բերել դետալներ, որպեսզի ցույց տանք, որ Աստված խոսում է ապագայի մասին։ Եվ իմիջիայլոց նախասահմանության կոնցեպտը մերժում են միայն նրանք, որոնք աստվածաբանական մոտեցում ունեն, որտեղ փորձում են արհեստականորեն արդարացնել Աստծուն։ Այսինքն նրանք, որ ասում են, եթե Աստված ապագան գիտի եւ այս մարդը հանկարծ ապաշխարի, դա նշանակում է Աստված այդ մարդու ապագան սխալ գիտեր կամ չգիտեր։ Դրա համար նրանք ասում են Աստված ապագան չգիտի եւ դա open theism, открытый theism, բաց աստվածություն, աստվածաբանական մոտեցումն է։ Դա ծայրահեղ արմենիանական ծայրահեղ բևեռ հավատամքի, որի մասին ես որոշ առումով խոսեմ։ Այս միայն նրանք են մերժում նախասահմանությունը, իսկ նրանք, որոնք ընդունում են Աստվածաշունչը, Աստծո անսխալական խոսք, Սուրբ Հոգու հեղինակության կողմից տրված անսխալական խոսք, նրանք բոլորը համաձայնվում են նախասահմանության հետ։ Սակայն որոշ առումով նախասահմանության նրանց մոտեցումը տարբեր է։ Ես կփորձեմ ձեզ ցույց տամ սա։ Եվ ես նաև ցույց կտամ ձեզ, որ բոլոր նրանք, որոնք հավատում են Աստվածաշնչի հեղինակայնության,
Նրանք բոլորը իմանալով միամտաբար կամ ոչ միամտաբար հավատում են կրկնակի նախասահմանության։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանուր առմամբ մեր այս հատվածին։ Տեսեք, հիշեցեք առաջինները եւ հետինից, որտեվ ես եմ Աստված, տեսեք, անմիջապես ես եմ Աստված, ուրիշը չկա ինձ անիջով։ Այսինքն ինքը այդ կոնցեպտումն է տալի նախասահմանության խորհուրդը, որպեսզի ցույց տա Իսրայելի, որ ետում եք հետևում։ Հիշում եք ինքը այդ մասին խոսում է, ում եք ինձ նմանեցնում, ում հետ եք ինձ համեմատում։ Եվ դրա համար ինքը սա առաջնային որպես իր հատկություն գերիշխանության, նրա անկախ կամքը, նրա նախասահմանող կամքը առաջ է քաշում սա։ Եվ տարբերությունը դրանց մենակ այն աստվածները կարողանում են այդպիսի բաներ անեն, ասեն եւ կատարվի, ոչ, ես եմ դա անում։ Տեսեք, հիշեցեք առաջինները, հետինից Եսայի 46, կարդում եմ 9 համարից մինչև 11, այս 3 համարի մեջ արդեն սա երևում է։ Հիշեցեք առաջինները ի հետինից, որտեվ ես եմ Աստված եւ ուրիշը չկա Աստված։ Եվ ինձպես մի ջոկը չկա։ Ես եմ Աստված, ինքը ասում Աստվածը ես եմ։ Ուրիշ Աստված չկա, չնայած մարդիկ դրանց աստվածներ ընկալում են։ Եվ ինձպես մի ջոկը չկա, արդեն ինքը այստեղ տանում է դեպի իր հատկության։ Ինձ նմանը չկա։ Միգուցե աստվածները դուք ընդունում եք նրանց, բայց նրանք ինձ նման չեն։ Ուշադրեք, որ պատմում եմ առաջուց վերջինը, ինձ նման միջոկը չկա, շարունակվում է։ Ինչ տարբերությունով է ինքը ցույց տալի իր աստվածությունը մյուսներից, որ պատմում եմ առաջուց վերջինը եւ վաղուց այն, որ չի եղած, որ ասում եմ, թե իմ խորհուրդը պիտի հաստատվի, որ ասում եմ, թե իմ որոշումը, խորհուրդ բառը այստեղ որոշումն է, որոշումը, իմ կայացրած որոշումը պիտի հաստատվի, ուշադիր նայեք բառը, եւ անում եմ իմ բոլոր ուզածը։ Ոչ միայն ասում եմ, որ դա պիտի հաստատվի, այլ նաեւ այն իրականացնում եմ եւ անում եմ իմ բոլոր ուզածը։ Եվ արդեն 11-ում ասում է, որ կանչում եմ արևելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից, նույնիսկ այստեղ ինքը ավելի նեղացնում է, որ ես նախասահմանում եմ նաև մարդկանց, եւ այստեղ այս գիշատիչ թռչունը հեռու երկրից, այն իր նախասահմանված մարդն է, ինքն ասում է իմ խորհրդի մարդին կամ իմ որոշած մարդին, եւ նրա միջոցով անում եմ այն, ինչ ես ուզում եմ։ Տեսնում եք, այսինքն մենք պետք է հաշվի նստենք, չէ՞, այս հատվածը, որտեղ սա Աստված է ասում։ Ինչքան կարելի է այս հատվածները ծածկել եւ մեր փիլիսոփայական արհեստականորեն կառուցված նախասահմանությունը ներկայացնել։ Չի ստացվի, սիրելիներս։ Դրա համար հիշում եք ինչ է ասում Հիսուս Քրիստոսը, ով որ այս գրվածներից մի փոքր շեղի փոքրագույն կկոչվի Աստծո արքայությունում եւ ով որ այն ամբողջական ասի, այն մեծը կկոչվի։ Այսինքն մենք պետք է հաշվի նստենք, որ Աստվածաշունչը մեզ մղում է Աստծուն ներկայացնել դետալ առ դետալ, ինչպիսին է ինքը, այն ինչ որ Աստված մեզ հայտնում է, ակնկալում է, որ իրական հավատացյալները այն կփոխանցեն մյուսներին։ Դա շատ կարևոր է։ Որ կանչում եմ արևելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից, տեսեք, նույնիսկ գիշատիչ թռչուն բառով ինքը տալիս է բնութագիրը այդ մարդու։ Ու ինչպիսի մարդ է իր խորհրդի մարդը, իր որոշած մարդը, եւ ինչ է անելու այդ մարդը, այն գիշատիչ թռչունը, այն կործանելու է, ավերելու է, բայց Աստծո կողմից է այն գալու։ Ուշադիր եք, որ կանչում եմ արևելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից, իմ որոշած մարդին, իմ խորհրդի մարդին ես խոսել եմ, կամ ես այն հայտնել եմ, կատարելու եմ։ Տեսնում եք, նայեք, ինքը չի ասում, ես ուղղակի ձեզ ինֆորմացիա եմ տալիս։ Ես ուղղակի ձեզ տեղեկացնում եմ այս մասին։ Ասում եմ, ես այն որոշել եմ եւ ես այն կատարելու եմ, ես որոշել եմ եւ անելու եմ։ Նայեք 11 համարը։ Ես որոշել եմ, անելու եմ։ Այսինքն չկա մի բան, որ Աստված որոշի եւ հետաձգի չանի։ Չի լինում այդպես։ Հատվածներ կան, որոնք սխալ ուսումնասիրության արդյունքում սխալ են մեկնաբանում։ Օրինակ, երբ որ Եզեկիել թագավորի մասին են խոսում, Եզեկիա հիշում եք, երբ որ ասում են թագավորը պիտի մահանար, մարգարեն մտավ ասեց, որ դու կմահանաս, բայց երբ որ ապաշխարեց, մարգարեն նորից մտավ ասեց, չէ, դու չես մահանա։ Աստված արդեն նախորոք նախասահմանել է, որ նա չի մահանալու, սակայն նրա չմահանալու պատճառը հանդիսանում է մահվան լուրը հայտնել եւ այդ լուրի պատճառով նա ապաշխարում է, այսինքն Աստված արդեն նախասահմանել է, որ նա չի մահանալու եւ նախասահմանել է, թե ինչպես չի մահանալու, այդ մահվան լուրը հայտնելով, որ նրա մեջ պիտի լինի լծակ վախի եւ նրան հետ բերի դեպի ապաշխարության, որպեսզի նա ապրի։ Այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք, որ նախասահմանված է ոչ միայն արդյունքը,
այլ նախասահմանված է տարբեր միջոցներ, որով Աստված հասնում այդ արդյունքին։ Օրինակ, մենք այս մասին շատ խոսել ենք, եթե Աստված նախասահմանել է, որ որևէ մեկ աշխարհագրական վայրում պետքա աճի թզենի, ուրեմն Աստված նաև նախասահմանել է, որ այդ սերմը այդ վայրում պիտի ընկնի։ Դա կլինի տարբեր լծակներով, դա կլինի ինչ որ անասուն ծառից կուտի սերմը, հետո կղանքի միջոցով կարտաթորի այդ վայրում, դա կլինի քամու միջոցով սերմը կընկնի այդտեղ, թռչինի բերանից սերմը կընկնի այդտեղ, ես չգիտեմ, տարբեր կերպեր ունի Աստված ունիվերսալ իր նախասահմանված միջոցներով, ինչպես այդ նախասահմանված ծառը իրականացնի։ Այսինքն, եւ ի վերջո դրա վրա պիտի հող ծածկվի, որ անասունները այն չուտեն կամ չկոխրտեն, չվնասեն, քամին պիտի անցնի դրա վրայով, արևը պիտի ծակի, անձրև պիտի գա, եւ ի վերջո այդտեղ կլինի թզենի։ Հիշում եք Քրիստոսի խոսքերը։ Այն ճնճղուկները, որը նույնիսկ ձեր համար գումարի առումով նույնիսկ այդքան կարևորություն չեք տալիս, առանց իմ հոր կամքի այն երկրի վրա չի ընկնի։ Ճնճղուկը, թռչունը, երկու դայեկանի առանց իմ հոր կամքի այն երկնքից երկիր չի ընկնի։ Ինչ է սա նշանակում։ Հոր կամքը կապված է նրա որոշումների հետ, թե այդ որոշումների հետ կապ չունի նրա կամքը։ Իհարկե, նրա կամքը արտահայտում է նրա որոշումները, սիրելիներս։ Երբ որ մենք ասում ենք Աստծո կամք, դա համար ես շեշտեցի, Աստծո կամքը առավել մենք ծանոթանում ենք Աստծո փրկության ծրագրի հետ։ Տեսեք, ինչի ենք մենք ասում Աստծո փրկության ծրագիր։ Աստված խոսում է, որովհետև Աստված ընդլայնված է խոսում ամեն ինչի մասին, բայց եկեք հասկանանք, որ Աստված մեզ միայն հայտնում է այն ամենը, ինչը սերտ կապ ունի նրա փրկության ծրագրի հետ։ Այսինքն փրկության ծրագրի կենտրոնում Քրիստոսն է, քրիստոսաբանության հետ, այն ինչը առնչվում է քրիստոսաբանության հետ, հենց այդ մասին էլ Աստված խոսում է։ Դրա համար մենք ասում ենք Աստված հայտնում է իր փրկության ծրագիրը, ոչ թե ուղղակի թե երկրի վրա ինչա լինելու։ Շատ բաների մասին Աստված չի խոսում, որտեղ դրանք չեն առնչվում ընդհանրապես փրկության ծրագրի հետ, բայց դրանք մասնիկ են։ Այսինքն դրանք ամեն դեպքում այդ նախասահմանված ընթացքն է, որ բերում է դեպի այդ ի վերջո Աստծո արքայության ամբողջության իրականացման։ Հիմա ուրեմն մենք տեսնում ենք, որ նաև հայտնության գրքում Աստված խոսում ամեն ինչի մասին։ Հիմա ընդհանուր նախասահմանության օղակներում, այսինքն որ մենք խոսում ենք, որ Աստված նախասահմանել է երկրի բոլոր իրողությունները, այստեղ դեպատներ չեն առաջանում հավատացյալների միջև խնդիրը։ Բոլորը համաձայն են, որ Աստված երկրի վրա բոլոր իրականացող իրադարձությունները նախորոք սահմանել, նրանց ընթացքը նախասահմանված է։ Բայց երբ որ արդեն նեղ օղակներում խոսքը նախասահմանության մեջ գնում է մարդու փրկության եւ նրա կորուստի վերաբերյալ, այստեղ արդեն առաջագալի բախումները կամ վեճերը, ինչի, որովհետեւ ընդհանուր առմամբ կա արհեստական մարդու ընկալում, այսինքն մենք կոչում ենք այն անթրոպոլոգիա, մարդաբանություն, կա ոչ աստվածաշնչյան մարդաբանություն հավատացյալների մոտ, որ աստվածաշնչյան կերպարը չի մարդու։ Եվ այս ժամանակ, երբ որ տեսնում են, որ աստվածաշնչյան նախասահմանության կոնցեպտը բախվում է իրենց սխալ կամ արհեստական ընկալած մարդաբանության հետ, փոխանակ իրենց մարդաբանությունը փոխեն եւ ընդունեն աստվածաշնչյանը, սկսում են նախասահմանությունը փոխել։ Նախասահմանությունից կտրում են բաներ, որպեսզի իրանց այդ մարդաբանությունը ի վերջո արդարացնեն։ Այստեղ ամբողջ խնդիրը։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք արդեն նախասահմանության օղակներում մարդու փրկության նախասահմանության եւ կորուստի նախասահմանության մասին, այստեղ առաջ են գալի բախումները։ Դրա համար ես կանադառնամ կրկնակի նախասահմանության եւ կփորձեմ ցույց տամ որտեղ է աստվածաշնչյան ճշմարիտ կոնցեպտը։ Այսինքն, որ մենք ինքներս կտեսնենք, որ հենց Աստվածաշունչը այդ մասին խոսում է։ Հիմա տեսեք, ես մի քանի ձեռագրություններ կանեմ, չեմ թողնի, որպեսզի այն կես ժամից անցնի, որպեսզի դուք չհոգնեք, բայց ամեն դեպքում եկեք անդրադառնանք հիմա մի կարևոր բանի։ Ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք նախասահմանության մասին, որը կապված է մարդու փրկության եւ մարդու կործանման դատաստանի հետ, դատապարտվածության հետ, պետք է հասկանանք կա շատ կարևոր սկզբունք։ Կրկնակի նախասահմանություն հասկացողություն։ Ինչ է այն նշանակում։ Կրկնակի նախասահմանություն նշանակում է, որ Աստված իր հավիտենականության մեջ, իր մտահղացման մեջ, իմիջիալոց Աստծո հավիտենական մտահղացումը հավիտենականությունից հավիտենականություն է։ Միջանկյալ ընկած այս տիեզերքի կամ նյութական աշխարհի ստեղծագործությունը։ Այսինքն Աստված ոչ միայն ծրագրել է այս ամեն ինչ, այլ նաև Աստված հավիտենականության մեջ, մինչև հավիտենականություն, որի մեջ ընկած այս միջանկյալ նյութական աշխարհը, ամեն ինչի իրողություն, իրադարձություն նախորոք սահմանել է։ Հիմա երբ որ Աստված իր նախասահմանության մեջ խոսում է մարդկանց մասին, պետք է հասկանանք, որ այդտեղ կա երկու սկզբունք։ Աստված կրկնակի նախասահմանություն հասկացողությունը սա է, որոշ մարդկանց խումբ նախասահմանել է իր փառքի համար փրկության,
որոշ մարդկանց խումբ նախասահմանելա կորուստի եւ դատապարտության։ Սրան հավատում են բոլորը։ Իմանալով թե չիմանալով, տեսեք, որոշ մարդիկ կանխագիտությունն են առաջ քաշում, որ Աստված նախորդ իմանալով, որ այս մարդը չի ապաշխարելու, նրան նախասահմանել է կորուստի։ Այս մարդուն, որին գիտի, որ պիտի ապաշխարի, նախասահմանել է փրկության։ Այսինքն ամեն դեպքում եւ արմինյանական, եւ կալվինական, եւ այլ մոտեցումներում մենք տեսնում ենք նրանք, որոնք ընդունում են Աստվածաշունչը որպես Աստծո խոսք, բոլորն էլ հավատում են կրկնակի նախասահմանության։ Ինչ է նշանակում կրկնակի նախասահմանություն։ Աստված որոշ մարդկանց խումբ նախասահմանել է փրկության, որոշ մարդկանց խումբ կորուստի եւ դատապարտության։ Սա կրկնակի նախասահմանություն, որին հավատում են բոլոր նրանք, որոնք ընդունում են Աստվածաշունչը որպես Աստծո խոսք։ Միայն կարելի ասել առանց միայն այն մարդկանց բացառապես այն հավատամքի, որը կոչվում է открытый теизм, open teism կամ բաց աստվածություն, որոնք մերժում են ընդհանրապես, ուշադիր լսեք բառը, մերժում են ընդհանրապես այն կոնցեպտը, որ Աստված գիտի ապագան։ Այսինքն ասում են Աստված ապագան չգիտի։ Աստված ապագայի մասին ոչինչ չգիտի։ Աստված տեսնում է ինչ է կատարվում երկրի վրա եւ ըստ դրա որոշում է հետագա քայլերը ինչ անի։ Այսինքն Աստված նախորդ ապագան չգիտի։ Սա բաց աստվածության ինչն է պատճառը, որ նրանք այսա առաջ են քաշում, որովհետեւ նրանք ասում են, եթե Աստված ապագան գիտի, ուրեմն եթե այս մարդը ապաշխարի փրկվի, դա նշանակում է Աստված սխալ գիտեր։ Կամ Աստված չգիտեր։ Դրա համար խուսափելով այս սկզբունքից, ասում են Աստված ապագան չգիտի։ Աստված ուղղակի մարդուն լարել է եւ թողել է եւ մարդը իր այդ պոտենցիալ կարողությունով առաջ է գնում։ Աստված տեսնում է ինչ է անում, բայց Աստված չգիտի ինչ է անելու։ Աստված ուղղակի դիտարկում է, այսինքն հերվից դիտարկողի դերում է, ոչ թե որոշողի, ոչ թե հսկողի, այլ դիտարկում է, ուղղակի նայում է, ինչ է կատարվում։ Եվ ըստ այդ տեսածի էլ հետագա որոշումներ է կայացնում։ Ինչ անի, ոնց անի, այսինքն տեսեք, սա ընդհանրապես աստվածաշնչյան Աստծո հատկության հետ կապ չունի, սա աստվածաշնչյան կոնցեպտ չի։ Արհեստականորեն, որպեսզի արդարացնեն, որ այս մարդը տեսեք, ապաշխարեց, փրկվեց, ուրեմն Աստված չգիտեր ապագան, որտեղ Աստված եթե նրան նախասահմանել կորուստի, տեսեք ապաշխարեց, ուրեմն Աստված չգիտի ապագան, որպեսզի սա չլինի, ասում են Աստված ապագան չգիտի։ Հիմա եկեք գնանք մի քիչ առաջ։ Եկեք վերադառնանք մեր ընդհանուր սկզբունքին։ Երբ որ մենք խոսում ենք նախասահմանության մասին, մանավանդ արդեն նեղողակներում, եկեք անդրադառնանք նեղողակներին, երբ որ խոսում ենք մարդու փրկության նախասահմանության մասին կամ կորուստի նախասահմանության մասին, մենք պետք է հասկանանք, որ Աստծո նախասահմանությունը, ինչպես մեր հատվածում տեսանք Եսայի 11 համարում, երբ որ կանչում եմ իմ որոշած մարդին, մենք տեսնում ենք, որ Աստծո նախասահմանությունը, այդ ընդհանուր մեծ իրադարձությունը, այն բաղկացած է դետալներից։ Այսինքն չկա որևէ մի մեծ նյութ, որ մոլեկուլներից չի, նաև չկա տիեզերքում մի իրադարձություն, որը չի ընդգրկում իր մեջ փոքրիկ հատվածներ, փոքրիկ իրողություններ։ Այդ փոքրիկ իրողությունների համախումբը սավակուպնես նոր մեզ ներկայանում է որպես մեծ իրողություն։ Այսինքն ամեն դրա համար մենք ասեցինք, դրա համար ես թզենի օրինակը բերեցի, որպեսզի թզենին աճի, այնտեղ կա տարբեր դետալներ, որոնք Աստված նույնպես նախասահմանել է։ Կամ որպեսզի անձը փրկվի, Աստված նույնպես նախասահմանել ավետարանը նրան պետք է մեկը հաղորդի։ Եվ դա 10-րդ գլխում է խոսելու, 9-րդ մեր Հռոմեացիս 10-րդ գլխում է այդ մասին խոսելու։ Քանի որ 9-ից մինչև 11-ը խոսում է նախասահմանության մասին, ինչի ներկայացնում է Աստծո մտահղացումը, ծրագիրը փրկության, նրա գերիշխանության օղակներում։ Հիմա այս առումով, երբ որ Աստված խոսում է մեծ իրողությունների մասին, պետք է հասկանանք, որ այն ընդհանրապես բաղկացած է տարբեր մանր իրողություններից, եւ այդ իրողությունների մեջ մարդը որպես ազատ ագենտ նույնպես դեր ունի։ Այսինքն, տեսեք, մեկ այլ բան է, երբ որ թագավորը Աստծո հետ հաշտ է եւ իր հրամաններն արձակում է Աստծո արժեքային համակարգի մեջ, մեկ այլ բան է, երբ որ թագավորը Աստծո հետ հաշտություն չունի եւ իր հրամաններն արձակում է իր անձնական արժեքային համակարգում, ինչպես հակա Քրիստոսը եւ ինչպես Դավիթ թագավորը, տարբեր թագավորներ եւ թագավորների հրամանները իհարկե ազդեցիկ են պատմության ընթացքի մեջ։ Տեսեք, դրա համար երբ որ մենք ասում ենք մարդն է որոշում, մենք ասում ենք, որ մարդն է որոշում պատմության ընթացքը, ոչ թե Աստված։ Իսկ եթե մենք ասում ենք, որ Աստված նախորդ սահմանել է, սա նշանակում է Աստված որոշել է պատմության ընթացքը։ Այդ ընթացքի մեջ օգտագործելով տարբեր մարդկանց որպես ազատ ագենտ, նրանց կամքի վրա ներգործելով։ Հիշում եք ինչ է ասում Հռոմեացիս գիրքը։
Թագավորի ինքը վերցնում է կարևոր սկզբունք, չի ասում մարդու, ասում է թագավորի, ինչի, որպեսզի ցույց տա նրա ազդեցությունը մյուս մարդկանց վրա, ասում այդ թագավորը, որը մյուսների վրա իշխանություն ունի եւ մյուսներին կարա մղի իր հրամանները կատարելու, պատժելու կամ թողելու, այդ թագավորի սիրտը Աստծո ձեռքերի մեջ է։ Աստված ուշադիր նայեք բառը, որ կողմ ուզի շուռ կտա, եւ Աստված ունի լծակներ, ինչպես անի, որ կողմ ուզի շուռ կտա, ինչպես գետի վտակները։ Այսինքն ինչ որ միտեղ արգելք կարա դնի եւ ջրի հունը այս կողմով գնա։ Նույնպես Աստված կարա որոշ արգելքներ դնի այդ մարդու կյանքում, մարդը սկսի այլ կերպ մտածել։ Աստված ունի կերպեր, ինչպես մարդուն մղի իր կամքը կատարելու։ Հիմա տեսեք, սա ուղղակի մենք տեսնում ենք, որ նախասահմանության մեջ Աստված ունի մարդուն որպես ազատագետ օգտագործել այն նախախնամություն է նշանակում, ինչպես այն նախասահմանված կամքը ներմուծում կյանք, ինչպես այն ղեկավարում, ինչպես այն իրականացնում։ Սրանք Աստվածաշունչում ամեն ինչը կա, ամեն ինչը Աստվածաշունչում դետալ առ դետալ Աստված խոսում է այս մասին, օգտագործում է հրեշտակներին, օգտագործում է մարդկանց կյանքում պատերազմներ, տարբեր պարագաներ, շատ կարևոր է մենք սա տեսնենք։ Հիմա ամեն դեպքում հասկացանք, որ նաև նախասահմանության խորհուրդը սերտ կապված է մարդու հետ։ Եվ նորից ասեցի, մեկ այլ բան է թագավորը հրաման է տալի Աստծո արժեքային համակարգի մեջ եւ մեկ այլ բան է, երբ որ թագավորը Աստծո արժեքային համակարգից դուրս հրամաններ է տալի։ Ուրեմն սա նույնպես ձևավորում է պատմության ընթացքը։ Եվ այսպես մենք տեսանք, որ բոլորը նրանք, որոնք հավատում են Աստվածաշնչյան հեղինակության, բոլորը հավատում են կրկնակի նախասահմանության։ Այսինքն Աստված որոշ մարդկանց որոշել է փրկության, որոշ մարդկանց կորուստի, եւ սա լինի կանխագիտությունով, կլինի առանց կանխագիտության։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ բոլորը հավատում են կրկնակի նախասահմանության։ Հիմա այս առումով պետք է առավել տեսնենք, որ երբ որ խոսքը վերաբերվում է Աստծո կողմից մարդու փրկության կամ կորուստի նախասահմանելու մասին, երկու կարևոր շեշտ կա։ Սա առավել հիմա մենք ավելի դետալացված մտնում ենք նախասահմանության խորհրդի մեջ։ Կա նախասահմանություն պայմանական եւ կա անպայմանական։ Նախասահմանության մասին խոսելուց անպայման այս երկու կարևոր կետերը մենք պետք է իմանանք։ Սա ընդհանուր դասական աստվածաբանության մեջ կարևոր ամենակետերն են։ Ինչ է նշանակում պայմանական նախասահմանություն։ Условное предопределение։ Պայմանական նախասահմանություն։ Այդ ինչ պայմանում է։ Այսինքն նախասահմանությունը կարող է լինել պայմանական, այսինքն այն կախված լինի մարդու ազատ կամքից, պայմանական, պայմանավորված է դրա հետ։ Եվ կարա կախված չլինի մարդու ազատ կամքից։ Այսինքն երբ որ մենք ասում ենք պայմանական նախասահմանություն, ի նկատի ունենք, որ այդ նախասահմանությունը պայմանից է կապված, եւ դա մարդու ազատ կամքն է։ Դրա համար այստեղ առաջ է գալի կանխագիտությունով այդ պայմանը, տեսնելով մարդու որոշումը ազատ, Աստված նոր որոշում է այդ մարդուն որպես փրկության կամ որպես կորուստի։ Սա պայմանական նախասահմանությունն է։ Տեսեք, անպայմանական նախասահմանություն, երբ որ Աստված չի նայում մարդու որոշումներին, այլ նախորոք հենց ինքը իր կամքի մեջ որոշում է այդ մարդուն փրկության կամ կորուստի։ Բայց այստեղ կա ավելի մանր դետալներ։ Հիմա տեսեք, եթե ես այսպես ասեմ, դուք անմիջապես կասեք, իհարկե, սա անարդար կլինի, որտեղ մարդուն առանց մարդու որոշումները տեսնելու Աստված որոշում կայացնի։ Եվ հիմա մենք կանադառնանք ավելի խորը դետալների։ Ես ուղղակի հիմա ասացի, որ երբ որ խոսքը գնում է, տեսեք, ամփոփենք, որտեղ արդեն 30 րոպեն անցավ, եւ երկրորդ բաժնի մեջ ավելի խորը կգնանք սրա վրա։ Ուշադիր նայեք։ Առաջինը, խոսքը գնում է, որ Աստվածաշունչում Աստված բոլոր իրողությունները եւ դարձությունները հավիտենից նախասահմանել է, այսինքն ինչ որ պիտի կատարվի տիեզերքում։ Տեսանելի աշխարհի մեջ, անտեսանելի աշխարհի մեջ ստեղծագործ կամ նյութական աշխարհի եւ ոչ նյութականի, բայց ստեղծագործ աշխարհի մեջ ամեն բան նախասահմանված է։ Սրան հավատում են բոլորը։ Սակայն երբ որ այդ ընդհանուր նախասահմանության օղակներից մենք ավելի նեղացնում ենք եւ գալիս ենք մարդու փրկության կամ կորուստի հարցում նախասահմանության, այստեղ առաջ է գալիս երկու կարևոր կետ։ Կա մարդու փրկության հարցում նախասահմանության մեջ պայմանական նախասահմանություն եւ անպայմանական նախասահմանություն։ Պայմանականը դա կապված է Աստծո նախորոք մարդու ազատ կամքի մեջ նրա որոշումները տեսնելուց հետո նախասահմանել, սա պայմանականը, այն կախված է մարդու որոշումներից, եւ անպայմանականը կախված չէ մարդու որոշումներից, այլ կախված է Աստծո ազատ կամքից կամ սուվերեն անկախ կամքից։ Այս երկուսը հիշեք, եւ մենք արդեն մեր մյուս զանազանության մեջ ավելի կխորանանք, թե ինչ ավելի կարեւոր դետալներ կա, որ առաջի հայացքից մեզ թվում է, թե այս երկը առաջինն է ավելի կարեւոր։ Եվ հետո մենք կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։